Ռիոփենի եթերում Ռինյուզի գլխավոր թողարկումն է, բարի երեկո։ Բուրըն չորեքշաբթի է ինչ խոսք, վերջապես կենտրոնանանք մեր երկրում տեղի ունեցող շատ ուշագրավ զարգացումների վրա։ Փորձենք հասկանալ ինչ կատարվեց մեզ հետ այսօր, նախ համառոտ։ Օրվա գլխավոր իրադարձությունները, քննչական կոմիտեի սենսացիոն հաղորդագրությունները։ Ընդդիմադիրների զանգվածային ձերբակալություններ ու խուզարկություններ, կանխված հեղաշրջում, թե քաղաքական հաշվեհարդար։ Իշխանության և ընդդիմության մեկնաբանությունները երկրում սկսված քրեական մեծածավալ հետապնդումների մասին։ Իրավական թե քաղաքական է այս ամենը և որտեղ է դրանց միջև սահմանը։ Եվ իհարկե Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ում արտառոց հայտարարություններ Իրանի մասին։ Եվ այսպես օրը սենսացիոն հաղորդագրությամբ բացեց քննչական կոմիտեն, հայտարարելով, որ Սրբազան շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել են իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Սկսվեցին մեծ թվով ձերբակալություններ, 9 տասնյակ խուզարկություններ, որոնց մասնակցեցին քննչականը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը։ Խուզարկեցին ու ձերբակալեցին նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին։ Ընդդիմադիրների զանգվածային ձերբակալություններն ուղեկցվեցին ձայնագրությունների հրապարակումներով, որոնցում Սրբազան շարժման առաջնորդները առերևույթ քննարկում էին հետագա Թեժ օրը Սիմոն Հովհաննիսյանի ռեպորտաժում։ Այս և սրա նման այլ, բայց մետաղական իրեր ըստ էության զինված իշխանափոխության գործիքներ պիտի դառնային քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրությունների համաձայն։ Երկաթե իրերը նախատեսված էին ավտոմոբիլների անվադողերը ծագելու համար, որպեսզի երթևեկությունը կաթվածահար լիներ, բայց քննչական կոմիտեն այլ մանրամասներ է հրապարակել։ Ըստ էության զինված հեղաշրջում կանխելու մասին են հայտնում քննչական կոմիտեից։ Ասում են Սրբազան պայքար անունով շարժումը ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար միջոցներ ու գործիքներ։ Հանցավոր խմբի ղեկավարները իրենց հանցավոր նպատակներին հասնելու համար գործադրել են հոգեբանական և քարոզչական բնույթի հիմնարկներ, տեխնոլոգիաներ, հիմնականում ապօրինի գործողությունների կատարումը վերապահելով արկածախնդիրներին։ Մեկ տասնյակից ավելի մարդկանց անվանատառեր է հրապարակել քննչական կոմիտեն առավոտյան։ Այդ մարդիկ ըստ իրավապահ կառույցի մտածել, քննարկել ու իշխանափոխության պլան են գծել։ Այդ մտածմունքներն ու քննարկումներն ընդհանուր առմամբ մոտ 20 րոպեանոց ձայնագրությամբ են ներկայացնում քննչական կոմիտեից։ Դրանցում հիմնական խոսողի ձայնը թվում է, թե Բագրատ արքեպիսկոպոսինն է։ Ասում են չբռնեք ամսի 4-ին, ես մեր խմբերին ասենք պատրաստ են։ Ասենք նախապես զվանով կան ասենք պատրաստ են։ Իսկ սան գալիս են մայրատով, շիխում կամ գնանք մայրատով, շանց ընդեղ ջարդ են, քշել կոտով են, ու քշենք երևան խմբերին ասենք ժամը ես էջին պատրաստ են սա թագետից։ Քանի դեռ Սրբազան պայքարի կողմից հերքում չի եղել, շրջանառվում են նաև վարկածներ, թե այս ձայնագրությունները կարող են նաև գեներացված լինել արհեստական բանականությամբ։ Այսօր Սրբազան պայքարի մի շարք մասնակիցներ, այդ թվում Բագրատ Գալստանյանը, բերման են ենթարկվել։ Ի դեպ, մի քանի օր առաջ ձերբակալվել և հիմնականում բաց էին թողնվել շարժման ու հայ հեղափոխական դաշնակցության որոշ անդամներ։ Չարիք, լավ լսի։ Ինչ էլ որ սարքել լինես, ինչ էլ որ ուզում ես անել, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել։ Դիմացի կգան։ Նախաձեռնված քրեական վարույթով առավոտից խուզարկվում են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Սրբազան պայքարի մյուս համակիրների տները, հայտնում են շարժման անդամները։ Խուզարկություններ են նաև դաշնակցականների տներում։ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմինի անդամ Ազատամարտիկ Իլի Սարգսյանի բնակարանը է, որտեղ վաղ առավոտվանից ԱԱԾ ծառայողները նաև դիմակավորված խուզարկություն են իրականացնում, թույլ չեն տալիս որևէ մեկը ներս մտնի։ Ըստ քննչական կոմիտեի 25 հոգանոց մոտ 200 հարվածային խումբ պետք է կազմվեր խաղաղ պայքարին զուգահեռ, որոնք դարանակալելու էին կառավարության շենքն ու ամեն գնով կատարեին իրենց առաջ դրված խնդիրները։ Նաև ասվում է, որ խմբերից ոչ մեկը մյուսի խնդիրը չպետք է իմանար։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ հեղաշրջման պատրաստվողները քարտեզներ են ձեռք բերել և Երևանի լուսացույցներն անջատելու տեղերը ճշտել, որ երթևեկությունը կաթվածահար անեն։ Ըստ կառույցի ձեռք են բերվել պայթյուններ կատարելու և կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ։ Հանրապետությունը ներգրավել տերորի մեջ, հասնել ինչ-որ մի գործողության, այդ 25 հոգանոց ջարդահար խմբերը, որոնց կազմում կային նաև ղարաբաղցիներ, պետքա ջարդեին, սպանեին ու մերցնեին մարդկանց, այս տահակներն էլ այդ ընթացքում պետքա գային իշխանության, հետո էլ արդեն պատերի տակ մարդ պետք է գյուլեին։ Խախտելով անմեղության կանխավարկածը Փաշինյանն էլ շտապեց հայտարարել, իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու քրյա օլիգարխակղերական խոշոր ու եղկելի պլանը, գրել է նա Facebook-ում։
Իդեպ նախորդին իր աղբյուրներին հղում անելով Civic լրատվական կայքը հրապարակեց իբրև թե հեղաշրջման պլան, որտեղ քայլ-քայլ ներկայացնում է, թե ինչ ժամկետներում ու ինչ միջոցներով է ընդդիմությունը պատրաստվում հեղաշրջում անել։ Ըստ այդ պլանի վարչապետի թեկնածուն Բագրատ Գալստանյանն է, պլանում քայլերի հաջորդականությունն է ու ռեսուրսների ցանկը, որևէ աղբյուր չունեցող այս մի քանի էջանոց պլանով վարչապետն է կիսվել իր էջում։ Այս process-ը պատմության մեջ կմնա որպես սահակների ձախողված հեղաշրջում։ Գրում է նա, իսկ ԱՅՔՊԱ-ական Վահագն Ալեքսանյանը մանրամասն բացատրում է պլանի ծրագիրը, ասում, թե որ կետն ինչի համար է գրվել։ Ընդդիմության այսպես կոչված հեղաշրջման պլան։ Գործողությունների ծրագիր, որտեղ քայլերի հաջորդականությամբ պետք է տեղի ունենա հետևյալը։ Ալեքսանյանն իր խոսքով ոչ միայն հավատում է նրան, որ պլանն իրական է, այլև այն արդեն ձախողված համարում։ Ինձ թվում այս հեղափոխության պլան գծողն ու քաղաքապետարանի Խաչմերուկի նոր երթևեկության պլան գծողը նույն մարդն է։ Այսպես է արձագանքել ընդդիմադիրներից Լևոն Քոչարյանը, որի հոր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը պլանի մարդկային ռեսուրսներ բաժնում է ընդգրկված։ Այս կադրերում, որ քննչական կոմիտեն է հրապարակել, երևում է երեկվա փաստաթղթի բովանդակությամբ եւս մի փաստաթուղթ, որը գտել են խոզարկության ընթացքում։ Թղթի մասը, որը փակ էր Civic-ի հրապարակման մեջ, բաց էր քննչականի մոտ։ Այդ մասում ամսաթիվներ երևում։ 2024-ի համար էր այս պլանը, որը պետք է որ արդեն իրագործված լիներ նախորդ ամռանը։ Քննչական կոմիտեն խոզարկությունների ընթացքում ամրաններ է գտել, զենքեր, նկարներից երևում են որսորդական դիպուկահար եւ այլ հրացաններ։ Մոտ 90 խոզարկություն են արել, հայտնում են քննչական կոմիտեից եւ ավելացնում, որ 16 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կա, 14 անձ ձերբակալված է։ Սիմոն Հովանիսյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ 16 մարդու կալանավորելու միջնորդություն են ներկայացվել դատարաններ եւ նրանց մեջ են նաեւ Բագրատ Սրբազանը։ Մենք հիմա միանում ենք դատարան, որտեղ քիչ հետո պետք է սկսվի Բագրատ Սրբազանի կալանքի միջնորդության քննարկումը։ Իմ գործընկեր Անի Հովանեսյանն է այնտեղ աշխատում։ Անի, բարի երեկո, ինչ է կատարվում դատարանի մոտ, երբ է սկսվելու նիստը, ինչ նորություններ գիտեք։ Բարի երեկո, մենք հիմա գտնվում ենք Ավանի ընդհանուր իրավասության քրեական եւ քաղաքացիական դատարանի Ավանի նստավայրի դիմաց։ Նստավայրի դիմաց խմբված են մի տասնյակից ավել քաղաքացիներ, որոնք Սրբազան պայքար շարժման աջակիցներն են։ Նրանք այս բոլոր գործողությունները քաղաքական հետապնդում են որակում։ Նշեմ, որ Բագրատ arczepiskopos Գալստանյանին կալանավորելու քննչական կոմիտեի միջնորդության նիստը տեղի կունենա հենց այս դատարանում ժամը 10-ին, մենք տեղից մանրամասն ձեզ կհաղորդենք հետագա մանրամասների հետ կապված։ Շնորհակալություն Անի, մենք շարունակենք։ Այս ամենն ունի եւ իրավական եւ քաղաքական հարթություն։ Անշուշտ այսօր ամբողջ օրվա ընթացքում տեղի ունեցողը մեկնաբանում են եւ իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները։ Իշխանությունը ձերբակալվածներին մեղադրում է ահաբեկչություն պլանավորելու եւ հեղաշրջման փորձի մեջ, ընդդիմությունն էլ այս ամենը որակում է քաղաքական բռնաճնշում եւ հաշվեհարդար։ Տեսնենք կողմերից որ մեկն ինչպես է հիմնավորում իր տեսակետը։ Հրապարակվել է ընդդիմության հեղաշրջման պլան։ Վահագն Ալեքսանյանը Facebook-յան իր էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ ներկայացնում է գործողությունների այն ծրագիրը, որտեղ շարադրված քայլերի հաջորդականությամբ պետք է իրականացվեր իշխանափոխություն, իշխանության բնորոշմամբ հեղաշրջում։ Սկզբից թիրախավորում Հայաստանի Հանրապետության վարչապետի, հանրության շրջանում անհանգստության եւ հուզմունքի առաջացման փուլ պետք է լինի, դրանից հետո թիրախային ապատեղեկատվության տարածման պետք է անվստահություն սերմանվի քաղաքացիական պայմանագրի եւ առհասարակ իշխանության շարքերում պետք է գործի դրվի շշուկների արշավը, այսպես կոչված։ Վահագն Ալեքսանյանի խոսքով հաջորդ գործողությունը կլինի այն, որ եկեղեցին կաթողիկոսի գլխավորությամբ, որին պատգամավորը Ավազանի անունով է ներկայացնում, պետք է հայտարարի, որ իշխանությունը այլևս չունի եկեղեցու օրհնությունը։ Ըստ ընդդիմության ենթադրյալ ծրագրի, տեսանյութի հրապարակման հաջորդ օրը առավոտյան սկսվել են Սրբազան շարժման մի շարք մասնակիցների տների խուզարկություններ եւ ձերբակալություններ։ Ընդդիմադիրները պնդում են, որ հեղաշրջման այդ կեղծ ծրագրի տարածման նպատակը ձերբակալություններն իրականացնելու համար հող նախապատրաստելն էր։ Հեգնանքով վերաբերվում Վահագն Ալեքսանյանի մի ողջ գիշերվա աշխատանք։ Մարդը մի գիշեր նստել, այդ ապուշությունները գրել է, հետո տպել է, հետո սկան արել, դրել է իր Civic-ում,
Չի չէ գնահատում այդ աշխատանքը։ Իշխանությունները, նաև քննչական մարմինները պնդում են, որ ծրագրի բացահայտումը կանխել է վտանգավոր զարգացումներ, սակայն ընդդիմադիրները կատարվածը համարում են շինծու եւ նպատակաուղղված։ Հեղաշրջման պլանը 3 մտածում ենք, որ դա միտումնավոր են արել, այսօր արդեն համոզվածացնում են, որ այդ պլանը գցել են այդ անհեթեթ պլանը, որպեսզի այսօր իրականացնեն այս խուզարկությունները, որտեվ հստակ ասեմ, վախեցած են, Սրբազանի ասած վախը ծնկների մեջ է։ Ընդդիմադիր պատգամավոր Գառիկ Դանիելյանի խոսքով այդ ծրագիրը հորինված պատմություն է, իրենք իշխանափոխության համար վաղուց են պայքարում։ Դե կարային ավելացնեն, որ քենելու սպանության մեջ էլ մասնակից Սրբազանը։ Չէ, դե տենց Դե կարան, ինչա, քիչ եթե այդքան կարում անի, քիչ կարանի։ Քիչ կարանի։ Ես նկրտումներ չունեմ, Նիկոլը նկրտումներ ունի, 7 տարի է իշխանափոխության ծրագիր կա, էլի, չգիտեք որ ծրագիր իշխանափոխությունն է։ Իշխանության ներկայացրած փաստաթուղթը վկայակոչելու ֆոնին ընդդիմադիր պատգամավորներն ընդգծում են նման բացահայտումներ, այդ թվում հեռախոսազրույցների ձայնագրության տեսքով հնարավոր է պատրաստել նույնիսկ մի քանի րոպեում արհեստական ինտելեկտի միջոցով։ Ուրեմն նման ձայնագրություններ, նման սկրինշոթեր ես կարող եմ յուրաքանչյուրի անվան տակ կան հասանելի ինտերնետ կայքեր, որ կարող ես այդ ամեն ինչը անել։ Այսօր AI-ի օգնությամբ ամեն բան հնարավոր է անել, հա։ Ես կարամ ամեն բան, որ չգիտեմ մի քանի րոպեվա ընթացքում հասանելի դարձնեմ հանրությանը։ Ես դրանց չեմ հավատում, դրանք բոլորը շինծու գործեր են։ Ընդդիմադիրների պարզաբանումների ու հակադարձ մեղադրանքների շուրջ փորձեցինք լրացուցիչ տեղեկություն ստանալ Վահագն Ալեքսանյանից, բայց նա հրաժարվեց հավելյալ բացատրություններից։ Բայց տարածել է հաղորդագրություն, որտեղ անդրադարձել է ձայնագրությանը, նշելով. «Յուղը պիտի լցնեին, որ հրդեհեին ավտոբուսը, որում անմեղ մարդիկ են, կանայք, երեխաներ, ուղղակի պատահական մարդիկ։ Ինչով են տարբերվում Ալ-Քաիդայից»։ Հակասահմանադրական ճանապարհով իշխանափոխությունը, այն էլ arczepiskopos-ի աստիճան ունեցող հոգևորականի նախաձեռնությամբ ընդդիմադիրները անհեթեթ են համարում։ Որ ես այս 7 տարիների ընթացքում երբևէ որևէ հակասահմանադրական գործունեության կամ պլանների մասին չեմ լսել, ներառյալ Սրբազան պայքարի շրջանակներում։ Ուստի խոսել դրա մասին ես ձեզ չեմ թիրախավորում, ուղղակի նախադասությունն եմ ասում։ Բագրատ Սրբազանը հայ-առաքելական եկեղեցու arczepiskopos նման ահաբեկչություններ ծրագրել, ասենք ինչ-որ սահման պիտի լինի, էլի աբսուրդի, մարազմի սահման պիտի լինի։ Հեղաշրջման պլանի շուրջ մեկնաբանությունները հակադիր բևեռներում են։ Իշխանությունն այդ պլանի մեջ պետության համար վտանգավոր դավադրություն է տեսնում։ Ընդդիմությունն այն որակում է հերթական շոու, քաղաքական ճնշման նպատակով։ Աննա Հարությունյան, Reopen Media։ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը այսօր հյուրընկալել է ամենայն հայոց կաթողիկոսին։ ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը հայտնել է, որ խոսել են եւ այսօր տեղի ունեցողի եւ Սամվել Կարապետյանին կալանավորելու մասին։ Առաջին նախագահի գնահատման Փաշինյանը պարտվելու է հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում, ասվում է Արման Մուսինյանի գրառման մեջ։ Իդեպ նախորդին Նիկոլ Փաշինյանի տիկինը վիրավորական արտահայտություններով անդրադարձել էր հենց Լևոն Տեր-Պետրոսյանին, թեև անունը չէր տվել, բայց հասկանալի էր, թե ում նկատի ունի ու ահա այսօր տեղի ունենում այս հանդիպումը։ Սամվել Կարապետյանի մասին էլ այսօր խոսել է նաև Ռուսաստանի նախագահի խոսնակը։ Պեսկովը հաստատել է, որ Սամվել Կարապետյանի հարցով եւս շփվում են հայ գործընկերների հետ, քանի որ նա ունի նաև դաշնության քաղաքացիություն։ Իդեպ երեկվանից Հյուսիսային պողոտայի վրա էլեկտրոնային էկրաններին հայտնվել են Ազատություն Սամվել Կարապետյանին գրառումներ, որոնք քաղաքապետարանի աշխատակիցները այսօր ապամոնտաժել են։ Վերադառնանք օրվա ձերբակալություններին, որքանով է երկրում տեղի ունեցողը տեղավորվում օրենքի եւ օրինականության մեջ եւ քննչական կոմիտեի տարածած ձայնագրություններում հնչող մտքերը եւ կողմերի հայտարարություններն ու գործողությունները, նրանց խոսքը։ Համաձայնեք, որ շատ հարցեր են առաջանում, քրեական թե քաղաքական է այս ամենը եւ որտեղ է ավարտվում մեկը, սկսվում մյուսը։ Իմ գործընկեր Դավիթ Գենջյանը փորձել է պարզել քաղաքական զարգացումների իրավական սահմանները։ Սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանի կեցավայրում եւ շարժման հետ առնչություն ունեցող այլ անձանց տներում քննչական կոմիտեի իրականացրած խուզարկությունները եւ հաջորդած ձերբակալությունները շարունակում են մնալ հատկապես իրավապաշտպան համայնքի ուշադրության կենտրոնում։ Իրավագետները տարբեր կերպ են մեկնաբանում տեղի ունեցածը, երբեմն այն դիտարկելով ոչ միայն իրավական, այլև քաղաքական գործընթացների համատեքստում։ Իրավագետ Սերգեյ Հարությունյանը տեղի ունեցածը որակել է ոչ թե իրավական կամ նույնիսկ քաղաքական իրադարձություն, այլ հերթական շոու։ Ես սա չի համարի քաղաքական իրադարձություն, այլ կհամարի հերթական շոու, ինչպես 20 թվականից հետո բազմիցս ականատես ենք եղել, երբ որ իշխանությունը
փորձում է անդիմության այսպիսի ճնշումներով իր գործունեությունը առաջ տանել։ Սա հերթականներից է, բայց ավելի մեծ մասշտաբի եւ ավելի ինչ որ ուռճացված այնց ֆանտազիայով իբր ծրփազան շարժման կողմից նախապատրաստվող ինչ գործողություններ, որը կարծում եմ ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում, ուզարկություն էին իրականացնում նոր ծրփազանի Գեցավայրում, պարզ է, որ ինչպես եւ ակնկալվում էր որևէ բան չգտան, կարծում եմ, որ սա էլ կանցնի հերթական շոուն է, բայց թե ինչ նպատակներով է սա միայն մեկուսացնել, թե առաջիկայում ինչ որ բաներ է ակնկալվում արտաքին մարտահրավերներով պայմանավորված, թե ինչ չեմ կարող ասել։ Սահմանադրագետ Արտաշես Խալաթյանի խոսքով իրավապահ կառույցների գործողությունները բնականon իրավական գործընթացի շրջանակում են եւ օրենքի խախտումներ չկան։ Գործողությունները հակառակը մետրացնելով համանadrական կարգից սպառնալով քրեա իրավական բնույթի վտանգների չեզոքացնելուն եւ ես կարծում եմ այս վայելության դատավարական բնականon գործընթաց է ընթանում եւ կրկնեմ մեղադրյալների պաշտպանները ունեն քրեական դատավարության օրենսգրքով սահմանված բոլոր իրավունքները եւ այդ իրավունքները իրացնելու հնարավորություն, այսինքն բնականon քրեադատավարական գործընթացը տեղի ունենում եւ ես այստեղ օրենքի խախտումներ չեմ տեսնում։ Փաստաբան 5 իրավապաշտպանների խմբի անդամ Սերգեյ Հարությունյանի դիտարկմամբ ստեղծված իրավիճակը կանխատեսելի էր։ Կոմբինացիոն աշխատանք, որը կատարվում է ըստ սցենարի, լրատվական արտահոսք, իրավապահների գործողություններ, ապա քարոզչություն։ Նա կարծիք է հայտնել, որ իրավապահ համակարգը գործիք է դարձել քաղաքական բռնաճնշումներ իրականացնելու համար։ Պարզ էր, որ այդ պլանի հրապարակումը, այդ Ժուլվերնյան պլանի հրապարակումը բերելու էր այսպիսի զարգացման եւ սա կոմբինացիոն աշխատանք է, մենք արդեն բազմիցս տեսել ենք, չէ՞, ոնց է լինում սկզբում լրատվականներում արտահոսք, հետո ոստիկանության իրավապահ մարմինների կողմից գործողություններ, հետո քարոզչական մեքենայի գծում դրան, պես եւ վերջի տարիներին բոլոր դեպքերում։ Ընդդիմադիրներն ու որոշ իրավապաշտպաններ պնդում են, որ որոշ հանցանշաններ գեներացված են արհեստական բանականության միջոցով, սակայն սահմանադրագետ Արտաշես Խալաթյանը հիշեցնում է, որ կա դատավարական ընթացակարգ եւ փորձաքննության ինստիտուտ։ Մեղադրյալների փաստաբանների պնդումներին առայն, որ այդտեղ արհեստական բանականության բարերի հետ գործում ենք, կիրառման հետ գործում ենք, ապա դա դատավարական կարգով քննարկման եւ լուծման խնդիր է, նրանք կարող են պահանջել փորձաքննության նշանակում եւ ըստ էության դա իրենց դատավարական իրավունքն է, բայց այս պահի դրությամբ դա հիմք չէ որակել գործընթացը որպես հակաօրինական, որովհետեւ ըստ էության նրանք դրանով փորձում են վիճարկել հիմնավոր կասկածի առկայությունը իրենց պաշտպանյալների կողմից ենթադրաբար հայտարարք կատարելու վերաբերյալ, որը այլ դատավարական ընթացակարգով քննարկման եւ լուծման խնդիր է, ինչի հնարավորությունը իրենք բնականաբար ունեն եւ ունենալու են քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։ Քննչական կոմիտեի գործողությունների վերաբերյալ իրավական գնահատականները խիստ բևեռացված են։ Մի կողմից դրանք դիտարկվում են որպես օրենքի շրջանակում իրականացվող բնականon քրեադատավարական գործընթաց, մյուս կողմից նույն գործողությունները բնութագրվում են որպես քաղաքական դրդապատճառներով պայմանավորված, նախապես բեմադրված ներկայացում։ Դավիթ Գենջոյան, Riopen Media։ Դե ինչ, իրավաբաններին լսեցինք, քաղաքական գործիչներին եւ իշխանությունից եւ ընդդիմությունից, նույնպես քննչականից էլ ամեն ինչ լսեցինք, իմացանք, բայց ինչ են կարծում մեր համաքաղաքացիները, դիտենք։ Ինչ վերաբերմունք ունեք այսօր առավոտվա տեղի ունեցածի մասին։ Վայ, դրանց խաղին փոխտամ։ Փաշուի հետ։ Ես Նիկոլի համաձայն եմ։ Ինչ որ Նիկոլն ասի։ Մենք դրանից հեռու ենք։ Չեք հետևում։ Չէ։ Ես կարծում եմ ինչ որ հիմք կլինի, հիմք կա որ բաներ անում, ձերբակալում են, բաներ անում։ Երևի պետությունը ճիշտ է որ բռնում, բայց քեզ խի չի բռնում։ Անց խի չի բռնում։ Ես ինչ եղել որ ես խաբար չեմ առավ։ Դե Բագրատ arczepiskoposin են ձերբակալել եւս 13 հոգու, մեղադրում են Սամվել Կարապետյանը եկեղեցուն համար կանգնած է, եկեղեցուն պաշտպանել է եւ տեսեք նրան ձերբակալեցին։ Չէ, 2 օր հետո նրան ձերբակալեցին։ Ինձ թվում է, որ սա նույնպես կապված է դրա հետ։ Ինչու հենց մի անգամից ձերբակալեցին նաև եկեղեցականներին։ Թե ամեն ինչը քաղաքական բաներ են, բայց իտոգում բոլորն էլ մեղավոր են։ Ոչ մեկին այդպես բանը դուր չի գալի։ Մենք սպասում ենք դեպի լավն ենք սպասում, բայց որ վատը պիտի գա, որ իմանում ենք վատանում ենք, մենք էլ ենք վատանը։ Իշխանության նկատմամբ ես հարգանքով եմ մոտենում։ Այդ կառավարությանը ես չեմ հավատում։ Ես
Սիրում եմ մեր վարչապետին, հարգում եմ, ամենայն բարիք եմ ցանկանում իրեն եւ իր ընտանիքին։ Բագրատ arczepiskopos-ին ձերբակալեցին եւս 13 հոգի սրբազան շահ։ Ճիշտ արեցին։ Եկեք մի փոքր վերհիշենք պատմությունը ու ոչ միայն մեր։ Հեղաշրջման կամ իշխանության տապալման հաջողված ու անհաջող փորձեր աշխարհում շատ են եղել, նաև վերջին տարիներին, բայց նույնքան շատ են եղել նաև հեղաշրջման փորձի ակնհայտ քաղաքական մեղադրանքներով բռնաճնշումների դեպքերը, շատ հաճախ հստակ տարանջատել չի էլ հաջողվում։ Իրականությունն էլ պարզվում է տասնամյակներ անց։ Հեղաշրջում թե բռնաճնշում, մեդալի այս երկու կողմերի խտացված պատմությունը համաշխարհային օրինակներով Անի Հովհաննիսյանի ռեպորտաժում։ Քննչական կոմիտեն հաղորդում է սրբազան պայքար անվանումը կրող շարժման ղեկավարների ու մասնակիցների դեմ ահաբեկչության եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության գործով իրականացրած քննչական գործողությունների արդյունքների մասին։ Պատմության մեջ հաճախակի էին ոչ միայն հեղաշրջումները, այլև դեպքեր, երբ գործող իշխանությունը իր դիրքերը պահպանելու կամ ամրապնդելու համար դիմել է հեղաշրջման փորձի մեղադրանքներին, ընդդիմախոսներին լրացնելու, ձերբակալելու կամ նույնիսկ ոչնչացնելու համար։ Սա քաղաքական պայքարի հինավուրց եւ բավականին արդյունավետ մեթոդ է։ Քաղաքագետներ Ռոբերտ Ղևոնդյանն ու Բենյամին Մաթևոսյանը այս գործողությունները կապում են 2026-ին սպասվելիք ընտրությունների հետ։ 2026 թվականի հունիսին ընտրությունների միջոցով իշխանություն ստանալ այս քաղաքական ուժը չի կարող։ Դա հնարավոր չէ, որովհետև հասարակության մեջ տարբերությունը այն մարդկանց, ովքեր դեմ են իրենց եւ այն մարդկանց, ովքեր դեմ են Հայաստանի ներկա իշխանություններին, շատ մեծ է։ Շատ ավելի շատ են մարդիկ, ովքեր դեմ են այդ քաղաքական ուժին, քան մարդիկ, ովքեր դեմ են այս իշխանություններին։ Չի կարող այդպես պատահել, որ ներքին բախումներ սկսվեն, ինչի համար, որովհետև այն մարդիկ, ովքեր պատրաստ են այս քաղաքական ուժի համար փողոց դուրս գալ, ակնհայտորեն քիչ էին մինչ այսօր արդեն երբ պարզ դարձավ, որ այդ մարդիկ նույնիսկ իրենց հետևորդներին շատ վատ են վերաբերվում։ Եթե փողոց դուրս գան ցուցարարներ եւ իշխանությունները հրահրեն բախումներ, դա իրենց համար լեգիտիմ հիմք է տալու Հայաստանի Հանրապետությունում օրինակ մտցնել արտակարգ ռեժիմ, արտակարգ իրավիճակ։ Դա իր հերթին կնշանակի, որ կսահմանափակվեն շատ ազատություններ, հավաքների ազատությունից մինչև խոսքի ազատություն, ընդհանուր մինչև կարող հասնի նրան, որ ընտրական գործընթացների վերաբերյալ, նրանց ժամկետների, չգիտեմ, բովանդակության նաև վերաբերյալ կարող են որոշակի փոփոխություններ տեղի ունենալ։ Պատմությունը լի է օրինակներով։ Ստալինյան բռնապետության տարիներին ԽՍՀՄ-ում հազարավոր անմեղ մարդիկ մեղադրվեցին հակահեղափոխական դավադրությունների եւ հեղաշրջման փորձերի մեջ, ինչը Ստալինին թույլ տվեց վերացնել ցանկացած պոտենցիալ մրցակից։ Մաո Ցեդունի մշակութային հեղափոխության ընթացքում Չինաստանում հազարավոր մարդիկ հետապնդվեցին, մեղադրվելով կապիտալիստական ճանապարհի հետևորդներ լինելու եւ կուսակցությունը տապալելու փորձերի մեջ։ 2016-ի հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում նախագահ Էրդողանը սկսեց լայնածավալ մաքրումներ, որոնց ընթացքում տասնյակ հազարավոր մարդիկ ձերբակալվեցին, հաճախ հեղաշրջման հետ կապի կամ հակաիշխանական տրամադրությունների մեղադրանքով։ Տեսեք, մենք ունեցել ենք հոկտեմբերի 27, մարտի 1, Սասնածռերի գործողություններ եւ այլն, եւ բոլոր դեպքերում գործողությունները ուղղված են եղել ընդդեմ իշխանությունների հեղաշրջում իրականացնելու, իշխանություն նույն որոշ դեպքերում ստանալու, որոշ դեպքերում զավթելու։ Այս դեպքում մենք բախվում ենք ոչ թե իշխանության զավթման, այլ բացարձակապես այլ երկրի ներսում ահաբեկչություն գործադրելու հետ, որովհետև թունել պայթացնելը, մարդկանց գնդակահարելը, ապակիներ կոտրելը, չգիտեմ, մեքենաներ վառելը, սրանք բոլորը ահաբեկչական գործողություններ են։ Կարևոր չէ նպատակը որն է իշխանություն ստանալ, զավթել, վերցնել, թե եւ այլն, բայց ահաբեկչական գործողությունները բացարձակապես այլ բնույթի գործողություններ են։ Ավելի հավանական է սցենարը, որ նոր մարտի 1-ի պարագայում նա կրկնի այն, ինչ տեղի ունեցավ 2008 թվականին, քանի որ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ իր գործողությունների արդյունքում ինքը քաղաքական պայքարի դաշտ է մղել նաև խոշոր կապիտալի սեփականատերերից մեկին, նա հիմա պարզապես փորձում է այս տեսակ քաղաքական քայլերով ապահովագրել ինքն իրեն։ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումներից դատելով հեղաշրջման փորձը ենթադրաբար պետք է տեղի ունենար կաթողիկոսի օրհնությամբ եւ Սամվել Կարապետյանի աջակցությամբ։ Ինչպես նա գրել է, իրավապահները կանխեցին քրյա օլիգարխակղերական խոշոր եւ եղկելի պլանը։ Յուրահատուկ նաև ազդակ է Սամվել Կարապետյանին, ազդակ է ցանկացած շրջանակի, որը կցանկանա քաղաքական հայտ ներկայացնել կամ արդեն իսկ քաղաքական հայտ է ներկայացնել, որ իրենք իմանան, որ Նիկոլ Փաշինյանի դեմ գործողություններ իրականացնելիս բացարձակապես օրինական գործողությունների մասին եմ ես էլի այս պարագայում նույնիսկ խոսում, նույնիսկ այդ պարագայում այդ մարդիկ ապահովագրած չեն լինելու քրեական հետապնդումներից, ճնշումներից եւ այլն եւ այդպես շարունակ։ Սահմանադրական կարգի տապալման հեղաշրջման փորձի կանխում, թե իրավական փաթեթով քաղաքական հակառակորդներին չեզոքացնելու գործողություն։ Քաղաքագետների բանավեճը շարունակվում է։ Անի Հովհաննիսյան, Լևոն Ոսկանյան, Reopen Media։
Խոսեցինք Թուրքիայի մասին, որը ռազմական հեղաշրջումների կամ դրանց փորձի կամ էլ այդ առիթով բռնաճնշումների ամենահայտնի վայրն է։ Կային ժամանակներ, երբ Թուրքիայում զինվորականները միջինում 10 տարին մեկ անգամ որոշում էին փոխել իշխանությունը։ Դե իսկ Էրդողանի ժամանակ սկսվեց իրապես կատաղի պայքար, այսպես կոչված Էրգենեկոնի գործից մինչև նույն գործընթացի գագաթնակետը 2016-ի հուլիսյան դեպքերը, երբ Էրդողանը հազիվ փրկվեց ու սկսեց տասնյակ հազարներով ձերբակալել ում պատահի զինվորականներին առաջին հերթին, հետո արդեն ուսուցիչներին, լրագրողներին եւ այլն։ Այսօր հատկապես ընդդիմադիրներն են հիշել Թուրքիայի մասին, զանգվածային ձերբակալությունները կապելով օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի Թուրքիա կատարած այցի հետ, բայց արդյոք կապ կա կամ կարող է լինել եւ որն է տրամաբանությունը, պատմում է Լիլիթ Մուրադյանը։ Ինչու հենց հիմա Ստամբուլում ժպտալով Էրդողանի ձեռքը սեղմելուց ու նրա հետ փակ հանդիպումից 5 օր անց հակաեկեղեցական արշավը ստատուսային խոսքային մակարդակից հասավ զինված ուժայինների դիմակավորված ԱԱԾ-ականների մակարդակի։ Հնարավոր է, որ սա ոչ թե պարզապես եկեղեցականների կուսության հարց է, այլ ավելի մեծ ծրագրի մաս։ Դիվանագետ Դյունիկ Աղաջանյանը վստահաբար ասում է այո ու հիմնավորում։ Եթե հետևածն եք գունավոր հեղափոխությունների սցենարներին, դուք կտեսնեք, որ տվյալ խմբի կոչենք ազգ, պետություն, հենասյունային կառույցների հանդեպ, հատկապես եթե դրանք կրոնական բովանդակություն ունեն, մեծ արշավ է սկսվում եւ դրա նպատակը դիմադրողականության առանցքային հենասյունները ոչնչացնելն է։ Հասկանանք, որ սա ոչ թե ինչ որ մեկ անձի տվյալ պահի քմահաճույք է, որը փորձ է արվում այդպես ներկայացվել, դրա հանրային տրամադրությունների մեջ ինչ որ նման տպավորություն ստեղծել եւ ոչ էլ անձնավորված խնդիրներով մոտեցումները, այլ ունի հստակ նպատակ։ Փաստին տարբեր աղբյուրներից տեղեկություններ են հասել, որ Էրդողանն ու Ալիևը Փաշինյանին հասկացրել են, վստահ չեն, թե նա քաղաքական ապագա ունի եւ հաջորդ տարվա ընտրություններից հետո կարողանալու է մնալ իշխանության։ Փաշինյանից երաշխիքներ են պահանջել, որ ինքն ի վիճակի է վերընտրվել մնալ իշխանության։ Հակառակ դեպքում որևէ փաստաթուղթ ստորագրելը կարող է անիմաստ լինել։ Ըստ լրատվամիջոցի, հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ Թուրքիա կատարած այցի օրը Էրդողանին հանդիպելուց առաջ իրավապահները ցուցադրական բերման ենթարկեցին ընդդիմադիրների, այդ թվում սրբազան պայքարի ներկայացուցիչների, որպեսզի Փաշինյանը Էրդողանին ցույց տա, ինքը տիրապետում է իրավիճակին։ Ոչ միայն այսօրվա, այլև վերջին օրերի ձերբակալությունները ԿՊԱ-ականները որևէ կերպ չեն կապում Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցի հետ։ Նաև ապշում են, թե ինչպես կարող է Հայաստանի քաղաքացիներին չհետաքրքրել կաթողիկոսի կուսակրոնության հարցը։ Պետք է մենք հստակ գնահատականներ տանք եւ հայաստանցին, հայ ժողովուրդը պետք է իրականում հասկանա, թե ինչ է կատարվում եկեղեցում եւ այն մարդիկ, ես ինքս լինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ, ես շատ մեծ ցավով եմ արձանագրում այս ամենը, բայց իրականությունը այն է, ինչ կա։ Հայաստանում տեղի ունեցողը որոշ մասնագետներ նմանեցնում են 2016-ին Թուրքիայում տեղի ունեցածին։ Զինվորականների մի խումբ փորձեց հեղաշրջում իրականացնել եւ իշխանությունն այդ օրը որոշեց, որ Ֆեթուլա Գյուլենը նախկինում հարգված հոգեվոր ուսուցիչ, իսլամի խորհրդանիշ, այժմ պետականության թշնամի է։ Էրդողանը սկսեց մաքրման գործողությունը, տասնյակ հազարավոր ուսուցիչներ, դատավորներ, լրագրողներ ու զինվորականներ հեռացվեցին աշխատանքից, բանտարկվեցին, որովհետեւ իշխանությունը հասկացավ, որ Գյուլենի ազդեցությունը շատ ավելի խորն էր, քան թվերն են ասում։ Դա մշակույթ էր հիմնված հավատքի ու կրթության վրա, իսկ դա իշխանությանը դուրս չէր գալիս։ Ու հիմա Թուրքիան վերաձևում է իր ազդեցությունը տարածաշրջանում, մի ձեռքով խաղաղության դրոշ բարձրացնում, մյուսով զենքը, խոսելով ուժի լեզվով։ Իսկ եթե այդ խաղաղությունը պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի իր հոգևոր ինստիտուտից, այն կառույցից, որ իր ինքնությունը կերտել է հարյուրամյակներով, արդյոք այդ խաղաղությունը իրական է։ Լիլիթ Մուրադյան, Reopen Media։ Իդեպ Էրդողանն այսօր հանդիպել է Թրամփի հետ ՆԱՏՕ երկրների ղեկավարների հավաքին Նիդերլանդներում։ Սա աշխարհում այսօր տեղի ունեցած քաղաքական ամենանշանակալի միջոցառումն էր։ Ներկա էր նաև Ուկրաինայի նախագահը, որի հետ Թրամփը եւս հանդիպել է, որից հետո ասել, որ մտադիր է զանգել Վլադիմիր Պուտինին։ Բայց հետաքրքիր մեկ դրվագել կա։ Թրամփն ասել է, որ շատ հաճելի էր, երբ Իրանն իրենց զանգեց ու զգուշացրեց, թե ամերիկյան որ բազաներին ու երբ է ուզում հարվածել։ Պայմանավորվեցին, Իրանը հարվածեց ու վերջ գիշերը պատերազմ, առավոտյան հրադադար։ Իրանը պատրաստ է պահպանել Իսրայելի հետ հրադադարը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Հակամարտող երկրների առաջնորդները հայտարարություններ են տարածել։ Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին եւ սարսափելի գին վճարեց Իրանի դեմ իր ագրեսիայի համար։ Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին, ոչնչացնել Իրանում գտնվող օբյեկտները, խափանել միջուկային հետազոտությունները, սոցիալական անկարգություններ առաջացնել հանրապետությունում։ Իսրայելի վարչապետը խոսել է Իրանի դեմ պատերազմում տարած պատմական հաղթանակի մասին։ Մենք հասանք պատմական հաղթանակի, որը սերունդները
գիշեն։ Մենք չեզոքացրինք 2 անմիջական գոյաբանական սպառնալիք, միջուկային ռումբերով ոչնչացման սպառնալիքն ու 20,000 բալիստիկ հրթիռների վտանգը։ Նեթանյահուն ասել է, որ եթե ինչ-որ մեկը փորձի վերակենդանացնել միջուկային զենք ունենալու ծրագիրը, իրենք կգործեն նույն վճռականությամբ։ Իրանը միջուկային զենք չի ունենալու, եզրափակել է նա։ Միացյալ Նահանգների հետախուզության նախնական գնահատականով ամերիկյան հարվածներից հետո Իրանի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները, այդ թվում ցենտրիֆուգները, հնարավոր է վերագործարկվեն ընդամենը մի քանի ամսվա ընթացքում, իսկ հարստացված ուրանի հիմնական մասը նախօրոք էր տեղափոխվել։ Ժամեր առաջ էլ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանում ոչ ոք չի հրաժարվի միջուկային թափանցիկ ծրագրից, որը գտնվում է ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո։ Իրանի արտգործնախարարը բացառիկ հարցազրույց է տվել Ալ-Արաբիա Ալ-Ջադիդ պարբերականին եւ անվստահություն հայտնել առ այն, թե Իսրայելը երկար ժամանակ հավատարիմ կմնա հրադադարի մասին պայմանավորվածություններին։ Նախ եւ առաջ անհրաժեշտ է պարզել արդյոք ագրեսոր կողմն իրականում ունակ է պահպանել հրադադարը, թե ինչպես նախկինում Իսրայելի ներքին մրցակցությունը նորից կհանգեցնի նրան, որ հրադադարը պարզապես կօգտագործվի ներքին ճգնաժամերը կարգավորելու համար։ Մենք ընդունեցինք հրադադարը, պահպանելու բարոյական գերակայությունը եւ այն վերածելու նոր քաղաքականության հիմքի, հիմնված իսլամական եւ տարածաշրջանային արժեքների վրա։ Իսլամական երկրների եւ տարածաշրջանի ժողովուրդների աջակցությունն ամրապնդեց մեր քայլը եւ ավելի մեկուսացրեց Իսրայելին։ Իրանի քաղաքական շրջանակներում հնչող դժգոհություններին, թե Մոսկվան բավարար չափով չաջակցեց Թեհրանին, արձագանքել է Կրեմլը։ Ռուսաստանի նախագահի մամլոխոսնակ Պեսկովն ասել է. Այժմ շատ են նրանք, ովքեր ցանկանում են կրակին յուղ լցնել, որպեսզի փչացնեն Մոսկվայի եւ Թեհրանի միջև գործընկերային հարաբերությունները։ Ռուսաստանն իսկապես աջակցել է Իրանին իր հստակ դիրքորոշմամբ։ Մենք մտադիր ենք հետագայում եւս զարգացնել մեր հարաբերությունները Իրանի հետ։ Իրանական Ուրմիա քաղաքում մահապատժի են ենթարկվել Իսրայելի հետախուզական ծառայության Մոսադի 3 գործակալներ, հաղորդում է իրանական Press TV-ն։ Նրանք մաքսանենգ ճանապարհով երկիր էին տեղափոխում սպանությունների համար նախատեսված սարքավորումներ, գրում է իրանական լրատվամիջոցը։ Ինչպես արդեն պատմել ենք, Իրանի վրա Իսրայելի հարձակումների առաջին իսկ օրերից տեղական լրատվամիջոցները սկսեցին հաղորդել իսրայելական հետախուզության հետ կապված անձանց ձերբակալության մասին։ Նախորդ օրերին Իրանում կախաղան էին հանվել Մոսադի գործակալ լինելու մեղադրանքով եւս մի քանի դատապարտյալ։ Times of Israel-ը հաղորդում է, որ 3-7 իսրայելցի զինվորներ են զոհվել Գազայի հարավային հատվածում տեղի ունեցած մարտերի ժամանակ, երբ նրանց զրահամեքենան պայթեցվել է։ Իսրայելի պաշտպանության բանակի նախաքննության տվյալով մի պաղեստինցի ռումբ է տեղադրել Պումա զրահամեքենայում, որով զինվորներն անցնում էին Խան Յունիսի միջով։ Պայթյունի հետևանքով մեքենան բռնկվել է, կրակը մարելու փորձերն անհաջող են եղել։ Բոլոր զինվորները, որոնք գտնվել են մեքենայի մեջ, զոհվել են։ Հաագայում հանդիպել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ ՆԱՏՕ-ի առանցքային պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ գլոբալ խնդիրները։ Էրդողանը ողջունել է Իսրայելի ու Իրանի միջև հրադադարի համաձայնությունը, որը հնարավոր է դարձել Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի ջանքերով։ ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահները քննարկել են նաեւ Գազայում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ ռուս-ուկրաինական պատերազմը։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ Հաագա ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եվրոպացի գործընկերներին կոչ է արել ընդլայնել ներդրումները Ուկրաինայի պաշտպանական հատվածում։ Նա հայտարարել է, որ պատերազմից ավերված մի երկրի պաշտպանական հատվածը կարող է շատ ավելին արտադրել, սակայն ֆինանսավորում է պետք։ Մեր պաշտպանական արտադրության ներուժը գերազանցում է 35 միլիարդ դոլար, ասել է Զելենսկին։ Բայց ըստ նրա ռազմաարդյունաբերության ներուժի 40%-ը չունի պատշաճ ֆինանսավորում։ Հյուսիսատլանտյան ռազմական ներուժի զարգացման նախագիծը ներառում է 150 միլիարդ եվրոյի վարկային ծրագիր համատեղ գնումներին նպաստելու համար, որը բաց է նաև Ուկրաինայի համար։ Վլադիմիր Զելենսկին ողջունել է այս նախաձեռնությունը։ Կարևոր է հիշել, որ Ուկրաինան հավասար գործընկեր է այս ծրագրում, ինչը նշանակում է, որ անվտանգության ապահովումը մեր ընդհանուր գործն է, ասել է նա։ Փորձենք գոնե մի բարի լուրով ավարտել թողարկումը։ Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը Ջեֆ Բեզոսը ամուսնանում է հեռուստահաղորդավար Լորեն Սանչեսի հետ Վենետիկում։ Կտոնեն 4 օր, կծախսեն 15 միլիոն եվրո դրա համար։ Հյուրերի թվում են Քիմ Քարդաշյանը, Թրամփի դուստրը եւ այլ հայտնիներ։ Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը, ինչ խոսք թեժ է առաջին հերթին մեր երկրում։ Տեսնենք, կհանդիպենք վաղը։ Ցտեսություն։